Այն ֆոնին, երբ Փաշինյանը Զանգեզուրի միջանցք ձևակերպումը օգտագործող Ալիևի համար նոր արդարացում է գտել։ Երբ որ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանցք, իրանք նկատի ունեն Հորադիս Զանգելան ճանապարհը։ Ու միևնույն ժամանակ միջազգային հանրության առաջ բողոքում է այդ ձևակերպման դեմ, որ հատվածն են անվանում Զանգեզուրի միջանցք։ Ադրբեջանը եւս մեկ անգամ հայտարարում է արդարացումների կարիք չունի։ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Ադրբեջանի տարածքով անցնող հատվածն է, այլև Սյունիքով անցնելիք ճանապարհը, Թրամփի ուղին, թրիփը։ Հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի երթուղին մի խոսքով Զանգեզուրի միջանցքը արդեն իրագործման փուլում է։ Այդպիսով ժամանակին արհեստական խոչընդոտներով միմյանցից բաժանված թյուրքական պետությունները կրկին կմիավորվեն։ Սա հատված է Ադրբեջան պաշտոնաթերթում տպագրված մի հոդվածից։ Ադրբեջանը միջև այդ պահը ու դրանից հետո շատ հստակ ասում է այդ Զանգեզուրի միջանցքի տակ ինչ հասկանում, հիշեցնեմ Ալիևի բառերը, որ իր քաղաքացիներն ու բեռները չպետք է հայի երես տեսնեն։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հստակ բարձաբանում չի տալիս, ի վերջո ինչպիսի վերահսկողության մոդել է գործելու այդ Սյունիքով անցնող ճանապարհի վրա, բայց տերմինի շուրջ կամ տերմինի հետ սկսում է կռիվ անել։ Սա տերմինի կռիվ չի։ Սա հենց բովանդակային վեճ է, թրիփի շահագործման պայմանների վեճ է։ Իսկ Հայաստանի իշխանությունն ուզում է տպավորություն ստեղծել, թե պարզապես տերմինների շուրջ համաձայնության չեն գալիս Երևանն ու Բաքուն։ Հայկական կողմը, երբ որ դիմադրում է, փորձում է պատրանք ստեղծել, որ տերմինների շուրջ է վեճը։ Քաղաքագետին այս իրավիճակը նոյեմբերին մի շուրջբանավեճն է հիշեցնում։ Այդ եռակողմ հայտարարությունը ստորագրած Փաշինյանը հետո պնդում էր, թե 9-րդ կետը ոչ թե ռուսական վերահսկողությամբ Ադրբեջանին անխոչնդոտ ճանապարհ տալու մասին է, այլ ռուսական հեռակա հսկողությամբ։ Հիմա համարյա նույն իրավիճակն է ստեղծվել։ Հիմա էլ համոզում է, թե երբ Ալիևը Զանգեզուրի միջանցք է ասում, նկատի ունի ոչ թե թրիփը, որ անցնելու է Հայաստանի տարածքով, այլ օկուպացված Արցախի տարածքով անցնող ճանապարհահատվածը։ Թրիփը կլինի թե չէ, Ալիևը Զանգեզուրի միջանցքի միջազգային լեգիտիմացում ստացել է։ Վաշինգտոնյան համաձայնություններով Ադրբեջանը Հայաստանի տարածքով անխոչնդոտ ճանապարհ ստանալու կանաչ թուղթ է ստացել։ Արդեն երկրորդը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Նրան չի հետաքրքրում թրիփը որպես այդպիսին կյանքի կոչվի, թե չէ, որտեղ նա ունի փաստաթուղթ, որով այդ անխոչնդոտ ճանապարհի հնարավորություն ստանում են, որում երկու փաստաթուղթ, մի նոյեմբերի 9-ը, հիմա էլ այդ Վաշինգտոնի հռչակագիրը։ Ռուսաստան արևմուտք հակամարտության նոր սրման, ռուս-ուկրաինական ռազմաճակատում նոր փուլի մեկնարկի պայմաններում Սուրենյանցը անիրագործելի է համարում թրիփի ծրագիրը։ Չնայած որ այս պահին էլ Հայաստանում է սահմանային ու մաքսային հարցերով զբաղվող ամերիկացիների մի խումբ։ Բնականաբար ստորագրել են հռչակագիր, երկկողմ հուշագրեր ու պիտի գան տեղում փորձեն իմպլեմենտացնել, բայց ես թվում առայժմ գործ ունենք տեխնիկական աշխատանքի հետ։ Ավելի շուտ այդ խմբերը ինֆորմացիայի հավաքագրմամբ ու մոնիտորինգով են զբաղվում։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։